Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ինքնաբուխ բողոքի ակցիա, որին մասնակցելու նպատակով քաղաքացիներ են ժամանել նաև մայրաքաղաքից։ Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի տարածքից ավտոերթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի տարածք, որտեղ էլ ցույցի մասնակիցները կանգ առան եւ սկսվեց բողոքի ակցիան։ Նրանք ձվեր նետեցին հյուպատոսարանի շենքի ուղղությամբ, պահանջելով, որ որևէ մեկն իջնի ներքև։ Կարճ ժամանակահատվածում ոստիկանությունն իր ուժերը կենտրոնացրեց հյուպատոսարանի մոտ եւ սկսեցին պաշտպանել շենքը։ Ակցիայի վայր ժամանեց նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով պահանջում էր շատ արագ դադարեցնել բողոքի գործողությունները։ Մենք շարունակում ենք մեր երթը։ Ինչ ուզում ստեղ ասում ենք։ Այդքան բան։ Ասեցիք վերջացրեք։ Մի որոշեք մեր ասելիքը։ Դուք ասեցիք ասեք։ Մեր ասելիքը մի որոշեք դուք։ Մենք ենք որոշում։ Խորհուրդ ենք տալիս միանալ մեզ, չեք կարող աչք քաշեք կանգնեք։ Մինչև Շայգուն թույլ կտա խոսակ, թույլ չի տա չեք խոսա։ Կներեք, չենք ուզում մենք ցես հետ վիճել, այդքան բան։ Ուրեմն հիմա այս լարվածությունը եկեք միասին։ Լարվածությունը գնացեք Շայգուին, Սերժ Սարգսյանին, Վովա Գասպարյանին, ելով կա Կոստանյանին, ելով կա այնտեղ Պուտին կա, բան կա։ Մի խոսքով գնացեք այդ լարվածությունը իրանց հետ հարթար Ժողովուրդ, համբերատար ճանապարհը բացեք մեքենաները։ Ճանապարհը կարող են բացել միայն փագողները։ Փոխվել է, հա, բակարկը փոխվել է։ Այսինքն այն մորտոցից հետո մենք ենք որոշում ստեղ ամեն ինչ։ Հիմա մեքենաները հրել մայր չկա։ Շտաբ օգնություն կլինի կթողնենք կանցի։ Ժողովուրդ, Արոն Բարսեղյան։ Zapad-lo! 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 Սաղը թայեք, մերին ցեզի, մի խանգարեք, թողեք խաղաղ մեզի համար, չեք ուզե բացել։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ Հայաստանի Հանրապետության օրենքները չեն կորցում, քանի որ իրենք համաձայնել են սպանության մեջ կասկածվող անձին եւ քրեական գործի քննությունը հանձնել ռուսական կողմին։ Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց լրացնել ակցիայի մասնակիցներին, իսկ հյուպատոսարանի շենքից որևէ մեկը չցանկացավ դուրս գալ։ Այնուհետև բողոքի ակցիան շարունակվեց Շիրակի մարզպետարանի, իսկ հետո նաև դատախազության դիմաց։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք կադրեր բողոքի գործողություններից։ Ցանկացած զինվորական օբյեկտ դա հատուկ կարևորագույն օբյեկտ է եւ այնտեղ գնալու, շարժվելու ցանկացած ոտնձգություն, ցանկացած խնդիր կարող է առաջ քաշի։ Ես ասում եմ, չի լինելու այդ ուղղությամբ շարժը։ Դուք 3 օբյեկտ եկաք, ձեզ հետ միասին մենք եկանք։ Ուրեմն հիմա խնդրում եմ, անենք նենց ոնց որ մենք եկած։ Կանգնենք հիմա այստեղ, դատախազի տակ խոսենք, ձեր հարցերի պատասխանը ինձ թվում է։